Շատ եմ նեղվում, որ տեսնում եմ, որ բոլորը նեղվում են։ Ես ոչ մի բանով չեմ տարբերում մնացած բոլոր մարդկանցից, իսկ բոլորը ամեն տեղ դրսում խոհանոցում, չգիտեմ, միանշանակ խոսում են, քննադատում են, վրդոված ու վատ կողմեր, ասեմ ավելին, ես վերջերս ավելի շատ եմ նեղվում, երբ որ տեսնում եմ ժողովուրդն է նեղվում, ես էլ իրանց հետ։ Չմոռանաք, որ ես 5 տարի արդեն Երևանում եմ ապրում, 10 տարի Լոս Անջելեսից հետո ապրելուց հետո ինձ մեկը քաշ, իսկ ոնց բոլորը ինձ հարցեր դրվում մի կողմ, հա, փաստն է, որ ես ապրում այստեղ դժվարություններով, ես շատ լավ հասկանում եմ, տեսնելով թե ինչքան դժվար է։ Բայց երբ որ լինում են անարդար բաներ, վատ բաներ, ակնհայտ sense, այդ ժամանակ գժվում եմ ու ես չեմ ուզում որ այդպիսի բաներ լինեն։ Եվ քաղաքացի մասնակցելու եք Սահմանադրական հանրաքվեին։ Բայց չգիտեմ։ Ինչ է կարծում, հանրությանը հետաքրքրում են հանրաքվե փոփոխություն։ Անկեղծ ասեմ, ինձ թվում է չէ։ Ինձ թվում է չէ, օրինակ ես էլ կուզենայի խառնվել, ինքան այդ հավատը կորել է, որտեղ արդեն ում հարցնում ես, ասում է, արդեն գիտեմ, որ ցենց են անում։ Այդ լավ է, այդ լավ չի։ Բայց լավ չի, տենց չպիտի լինի, բայց ցավոք սրտի տենց է։ Անտարբերություն արդեն։ Տեսնում եք փոփոխությունների հնարավորություն։ Դեպի վատը։ Չեմ ուզում, երեխեք, դե հիմա այն բաներն եմ ասելու, որ էլի չեմ ուզում լավ լինի, բայց չգիտեմ, գնալու է դեպի լավը, թե չէ։ Բայց ես հասկանում որ չգիտեմ, այդ ժամանակահատվածում ինչքան 100,000-ավոր մարդիկ են գնացել 20 տարում ու հատուկ այդ մարդիկի նման հետ են եկել։ Ես ոչ թե ինձ եմ գովում, ես ուզում եմ որ այնքան լավ լինի, գոնե դեպի լավը գնա, որ գոնե sense ոչ թե անհատներ, այլ ասենք չգիտեմ 10, 20, գոնե հազարավոր մարդիկ վերադառնան, սկսեն վերադառնալ։ Դա հենց կլինի ապացույցը, որ մեր երկրում սկսում է ինչ-որ բան տեղից շարժվել դեպի լավը։ 10 տարի վերջը ապրել եք Միացյալ Նահանգներում, որտեղ ժողովրդավարություն է, հիմա եկել եք Հայաստան։ Ինչ խնդիրների հետ է, որ ընդհանրապես չեք հաշտվում։ Ամեն ինչ հետ։ Վարելուց մեքենայից սկսած ամեն ինչ։ Ամեն ինչով։ Չի բավարար։ Օրենք է պետք, երեխեք, օրենք։ Ես հիմա ոչ քաղաքականության մեջ եմ, ոչ է մեծ սիրում եմ որ խոսում են գեղեցիկ ու մեջը բան չկա ու սուտ։ Ես տենց ձևական ու տափուկ բաներ չեմ սիրում։ Օրենք, դուք պատկերացնում եք Կալիֆոռնիայում աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ են, չէ՞, դուք պատկերացնում եք տարբեր կրոններ եւ այլն։ Եթե օրենք չլիներ, երևի թե վաղուց իրար սպանել են, չի, լիքը խնդիրներ կլներ, ասածս դա է, բայց օրենքը քանի որ կա, ապրում են բոլորը լավ, այնտեղ հեշտ չի, իդեպ, հեշտ չի, բայց մարդիկ ապրում են, այստեղ շատերը գոյատևում են։ Այս է տարբերությունը։ Դուք հետ եք եկել, բայց շատ դերասաններ այսօր էլ շտապում են Միացյալ Նահանգներ։ Արա Ղազարյանը մի անգամ էս այդ զրույցում նշեց, որ եթե առաջ քաստինգի համար մեկ դերասան Հայաստանից եկած դժվարությամբ էին գտնում, հիմա այնքան շատ են, որ չեմ հասցնում անգամ ընտրություն կատարել։ Մի կողմից է լավ է, մյուս կողմից ձեզ ողբերգական չէ։ Բան չէ։ Ես նորից եմ ասում, երբ որ սկսեն հետ գալ, ոչ թե անհատներ, այլ շատ, ուրեմն դե լավ կյանքից է որ գնում են, դե հաստատ չէ։ Բայց դերասանները վատ են ապրում այստեղ, մանավանդ նրանք, ովքեր սերիալներում ռեալիզացիա։ Չէ, այդ առումով չէ։ Իդեպ ասեմ այն ժամանակ որ ես գնացի 90-ականներ այդ ժամանակը, parza վատ էր, բոլորը շատ լավ գիտենք ու գուցե այնտեղ աշխատելը վաստակել ավելի հեշտ է։ Հիմա ժամանակները փոխվել է, այդ առումով անկեղծ ասեմ, վաստակելը ստեղ ավելի լավ է։ Դրա մասին ես չեմ էլ խոսում։ Ես խոսում միայն օրենք լինի բոլորի համար, բոլորի համար։ Այդ որ կլինի բոլորի համար, այդ ժամանակ ես կասեմ, ուռա, ինչ լավ է։ Իսկ քանի որ չկա, ուրեմն լավ չի։ Ես ուզում եմ որ մարդիկ լինեն բարեհամբույր, մարդիկ չլինեն, այդ ուրիշ բառը չգիտեմ, հաբրգած, այդ բառը չգիտեմ, ունի հայերեն ինչ որ թարգմանություն։ Այնտեղ ես այդ մարդ չեմ տեսել, այստեղ ամեն քայլափոխի տեսնես տենց մարդ։ Նորմալ է դա, նորմալ չի ինձ համար։ Ինձ համար դա նորմալ չի։ Նագլիություն, էլ ես այն բառերն եմ ասում, եկել ենք պրեմիերայի խեք ջղայնացնեմ, ասենց բառը։ Իսկ դերասաններին փորձել եք բերել Հայաստանին, նկատի ունեմ երկիչներին, դերասաններին, ձեր օրինակով փորձել եք նրանց ապացուցել, որ այստեղ որ ինչ, որ այստեղ լավ է։ Այստեղ էլ կարելի է պայքար։ Տեսնում են ինչն է լավ, ինչն է վատ։ Ու տեսնում են որ դեռ լավ չի։ Բայց ուզում ենք որ լավ լինի։ Չէ, դե իմ օրինակով այսինքն իրանք իրանց խելքով են շարժում։ Պարզա ես ասում որ երեխեք ինչքան էլ որ դժվար է, մերն է այն, հա, ծեծված բառերը, մեր հայրենիքն ու ծեծված չի, դա իսկապես տենց է։ Ես մեծ չեմ խոսում, ինչքան քննադատում եմ, միևնույն է, փաստն է, որ ես վերադարձել եմ։ Ուզեմ բոլորը ճիշտ հասկանան, չասեն Գրիշան սենց խոսում։ Չէ, ես բավականին օրենքով կանոնավոր կյանքից ամեն ինչ կենցաղ ամեն ինչ։ Հայրենիքներ, կարողներ։ Հայրենիքը, շրջապատը, իմ Երևանը եւ ստեղծագործական նաեւ առումով, անկեղծ ասեմ, այստեղ այն նախագծերը, որ ես եմ վարել,
այնտեղ այդ հնարավորությունը չկար։ Բոլոր X ֆակտորները, սուպերստարները, ժողը եւ այլ Ինքը ավելի շատ ռեալիզացվելու հնարավորություն։ միանշանակ ստեղծագործական առումով եւ այստեղ ես այսինքն դա էլ է ամենակարևոր կետերից, որի համար ես եկել եմ։